Ողջույն ընկերներ, Մայիս Կարիբյանն է, այսօրվա վիդեոն լինելու է real estate-ի մասին և ուզում եմ խոսալ շատ կարևոր թեմա, որ աշխատելով հաճախորդների հետ մանավանդ նրանք, ովքեր առաջի անգամ են գնելու կամ գնում բնակարան house Ամերիկայում, ինչ կարևոր բաներ կա և ինչ սխալներ կա, որ տեսնում եմ մարդիկ անում են և ուզում եմ զգուշացման կարգով օգտակար լինել այս վիդեոյով նրանց համար, ովքեր պատրաստվում են գնել մանավանդ իրենց առաջին բնակարանը USA-ում։ Նրանք, ովքեր առաջի անգամ են ինձ միանում, այս չանալը կոչվում է MMK Podcast, Մայիս Caribbean, տարբեր թեմաներից ենք խոսում, հիմնականում ֆինանսներից և եթե հարցեր ունեք, դուք տեսնում եք իմ տվյալները, կարող եք զանգահարել և ես մեծ սիրով կարող եմ օգտակար լինել ձեզ։ Շատ արագ կերպով փորձեմ այս 10 սխալները, այսպես ասեմ, որ նկատել եմ շատ անգամ մարդիկ անում են բնակարան գնելու ժամանակ։ Իհարկե միգուցե լիստը ավելի մեծ լինի, բայց ես ընտրել եմ այս 10 կետերը և կարծում եմ ձեզ օգտակար կլինի։ Առաջինը՝ pre-qualify։ Երբ որ ես մեկին օգնում եմ տուն գնի, շատ կարևոր է, որ առաջի բանը նստեմ անհատի կամ ընտանիքի հետ և make sure անեմ, որ իրանք qualify են լինում այս բնակարանը գնելու։ Եվ մեր օֆիսում մենք ունենք նաև lending division, եթե իրանք ցանկանում են, որ lending-ը և real estate transaction-ը երկուսը մեկտեղ անեն մեր agency-ի հետ, մեծ սիրով երկու կողմով էլ կարող ենք օգտակար լինել։ Առաջի բանը pre-qualify, անպայման make sure արեք lender-ը ձեզ qualify է անում, որ դուք հասկանաք մինչև ինչ գնի սահմանների մեջ agent-ը նայի ձեզ տուն։ Երկրորդ կարևոր սխալը, որ մարդիկ ճիշտ չեն հաշվում և իմ համար սա կարևոր է, բացի down payment-ից, վերցնենք օրինակի համար 1 միլիոնանոց տունը, եթե անհատը որոշել է առնել և կկարողանա օրինակ 20% down դնել, շատ անգամ մարդիկ մտածում են դե 20%-ը 200,000 է ու վերջ։ Ոչ, դա վերջը չի։ Այդտեղ գոյություն ունեն closing cost-եր և պետք է հասկանաս, թե այդ closing cost-երը ոնց են հաշվում և մոտավորապես ինչ թիվ է բացի down payment-ից։ Այս դեպքում կարող է 25-ից մինչև 30,000 կամ որոշ դեպքերում ավել closing cost ունենաք նայած transaction-ը ինչպես է փակվում։ Դա ևս պետք է հաշվի առնենք մեր calculation-ի մեջ, որպեսզի նախօրոք պատրաստ լինենք այդ թվաբանությանը։ Երրորդ սխալը, որ տեսնում եմ, budgeting։ Քանի որ իմ մասնագիտությունը ֆինանսներն է, շատ կարևոր եմ համարում, երբ որ ընտանիքը որոշում է կամ անհատը որոշում է բնակարան գնել, նայում եմ ես իր ֆինանսական եկամուտը, ծախսերը և այս նոր քայլը անելուց հետո կկարողանա արդյոք մարդը գոյատևել և շարունակել ապրել այս նոր թվաբանությունը ավելանալով իրեն ծախսերի մեջ։ Դա շատ կարևոր եմ համարում և եթե տենում եմ մարդը, որ սխալ հաշվարկ է անում, իր բաջետից դուրս է գալիս, ես միշտ ասում եմ, տես, ինձ թվում է այս թվաբանությունը ճիշտ չի քո համար, եթե ուզում ես գնել բնակարան, արի մինչև այս սահմանի մեջ մնանք, որ դու կարողանաս գնելուց հետո պահես այդ տունը ոչ թե 6 ամիս կամ 1 տարի, 2 տարի հետո կամ զանգես ասես պետք է վաճառեմ կամ կորցնես տունը, որը շատ է պատահում սխալ հաշվարկների դեպքում մանավանդ։ Չորրորդ կարևոր կետը credit score-ը ճիշտ օգտագործելը և process-ի ընթացքում պահպանելը։ Շատ անգամներ, երբ որ մեկը մտնում է escrow և տուն է գնում, միշտ ես հիշեցնում եմ, որ այս ընթացքում մինչև loan-ը final չփակվի, record չլինի, ընթացքում ոչ մի credit card-ի apply մի արեք, ավտոմեքենա մի գնեք, կահույք մի գնեք, ոչ մի բան ձեր կրեդիտի վրա run մի արեք։ Սա չորրորդ կետն է։ Մյուսը, հինգերորդը, մարդիկ ավելի շատ, այսպես ասած, fall in love in a house than the numbers, այսինքն մարդիկ ավելի շատ սիրահարվում են emotionally տան վրա, քան թե թվաբանությունը հասկանան։ Այո, տուն գնելը emotional կողմ էլ ունի, բայց դրանից կարևոր եմ համարում թվաբանությունը հասկանալը մինչև տունը գնելը, շատ կարևոր, դա հինգերորդը։ Վեցերորդ կարևոր կետը area։
real estate-ում այսպիսի ասացված կա, որ ասում է real estate is all about location, location, location. Ավելի լավ է մի քիչ թանկ տուն գնես փոքր լավ էրիայում, քան մեծ պալատ վատ էրիայում։ Ինչի որտեվ ապրելու ընթացքում կհամոզվես, որ location-ը ամենակարևոր ֆակտորներից մեկն է։ Նախ առաջինը մանավանդ եթե ընտանիք ունես ապահովություն է, ավելի հանգիստ է, երկրորդը լավ էրիայում միշտ գները ավելի արագ է բարձրանում եւ վաճառելու դեպքում ավելի հեշտ է վաճառվում։ Իսկ վատ էրիայում դու ունենում ես այդ խնդիրը ապահովության տեսանկյունից եւ վաճառելու դեպքում դժվար է վաճառվում եւ գինը վատ էրիայում միշտ ավելի դանդաղ է աճում։ 7-րդ կետը, որ ուզում եմ հիշեցնեմ, inspection, անպայման խորհուրդ եմ տալի real estate գնելու ընթացքում միշտ inspection անեք, unless դուք investor եք եւ այս տունը flip եք անելու, գործից արդեն հասկանում եք ինչ պիտի անեք property-ի հետ, այդ դեպքում միգուցե inspection-ը skip անեք, բայց եթե ձեր առաջի տունն է, անպայման խորհուրդ եմ տալի inspection անեք, որտեղ հասկանաք այս տան վատ կողմերը կամ մինուսները ինչ են, որ կարողանաս նախորոք դա ֆիքս անել կամ կրեդիտ ստանալ դրա համար, որ կարողանաս այդ գումարը օգտագործել գնելուց հետո քո տան վրա։ 8-րդ կետը ինչպիսի տուն ես ուզում։ Շատ անգամ մարդիկ jump են անում condo-ից house, house-ից townhouse, պետք է հասկանաս դու ինչ ստայլի մեջ ես եւ դրանց տարբերությունները ուզում ես HOA, չես ուզում HOA, դրանք կարևոր հարցեր են, որ նախորոք պիտի հասկանալով որոշում անես։ Դա 8-րդն էր։ 9-րդը ժամանակահատվածը, այսինքն timing։ Իհարկե real estate-ը long term-ի վրա միշտ էլ profitable է, միշտ է դու կարող ես օգուտ շահել, եթե երկարաժամկետ ես մտածում, բայց եթե հասկանաս timing-ը, ժամանակը ճիշտ ժամանակին գնես real estate, թե կլինի տարիների timing-ը, թե կլինի season-ի մեջ։ Season-ի մեջ ինչ նկատի ունեմ, գնելու դեպքում միշտ լավ է աշնանը եւ ձմռան ժամանակները տան գները ավելի էժան է վաճառում, քան ամռանը։ Սրանք պետք է հաշվի առնենք նաև իհարկե մարքեթի timing-ը։ Եվ եթե կարողանաս այդ timing-ից էլ օգտվես, ավելի շահավետ transaction կունենաս։ Եվ վերջինը 10-րդ կետը ով է քո agent-ը։ Դա երևի ամենակարևոր կետերից մեկն է, որովհետև շատ անգամ agent-ները միայն transaction-ը վաճառելու համար այս կարևոր կետերից շատերը skip են անում եւ ես կարծում եմ professional agent-ը պետք է այս բոլոր կարևոր կետերը զրուցի client-ի հետ եւ իր նպատակը լինի, որ client-ը հասկանալով է քայլ անում այս transaction-ի մեջ եւ ոչ թե մտածենք մենակ ծախենք, անցավ, commission-ը եկավ եւ վերջ։ Ես որպես agent ինձ պարտք եմ համարում, որ այս կարևոր կետերը անպայման անցնեմ եւ բացատրեմ client-ի հետ, իրենց ընտանիքի հետ եւ հասկանալու դեպքում միայն գնանք առաջ եւ վերջում իր ուրախությամբ փակենք transaction-ը, escrow-ն շնորհավորենք միմյանց եւ տարիներ հետո եթե հանդիպենք կամ որևէ տեղ որ գնան client-ը գոհ մնա agent-ից, agent-ը գոհ մնա client-ներից եւ մեկը մյուսին օգտակար լինեն եւ մանավանդ client-ները եթե գոհ են մնում agent-ից, ամենալավագույն բանը agent-ի համար referral ստանալն է եւ ուրախ client-ները միշտ ուղարկում են referral-ներ իրենց agent-ին։ Որպես agent դա իմ նպատակն է։ Եթե կկարողանամ ձեզ օգտակար լինել real estate-ի մեջ, անպայման կապնվեք ինձ հետ, մեծ սիրով կօգնեմ։ Եթե ունեք agent, իր հետ աշխատեք, եթե չունեք, կարող եմ օգտակար լինել եւ իմ կոնսուլտացիաները անվճար են։ Շնորհակալություն, որ նայեցիք այսօրվա վիդեոն, անպայման տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան։